Պարոն Ստեփանյան, երկրորդ եւ երրորդ նախագահները վերջին շրջանում երկուսն էլ իրար հերթ չտալով հանդիպում ունեցան ուսանողների հետ եւ այդ հանդիպման ժամանակ հանդես են եկել ամենատարբեր հայտարարություններով, երկուսի դեպքում էլ, այսպես նշում են, որ միանշանակ իրենց օրակարգը շարունակում է մնալ իշխանափոխությունը։ Նախ դուք ինչ եք առանձնացրել ձեր համար երկու նախագահների հայտարարություններից եւ ինչու այդքան կարեւոր է իշխանափոխությունը այն դեպքում, երբ միաժամանակ նաեւ նշում են, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու։ Դե իշխանափոխությունը չի կարող կարևոր չլինել, եթե մի ուժ իրեն հռչակել է անդիմություն, իր գերնպատակը պետք է լինի իշխանափոխություն, դա նորմալ է։ Հիմա ինչի են ակտիվացել, պարոնայք անդիմադիրները, կարծում եմ պարզ է, նախընտրական շրջան է սկսվում, չնայած պաշտոնական չի մեկնարկել, բայց արդեն վաղուց մեկնարկած է, հիմա իրենց ակտիվացումը ես դիտարկում եմ այդ համատեքստում, իրենց խնդիր ունեն իրենք, առնվազն պահպանել իրենց ներկայությունը խորհրդարանում, ինչը շատ վիճելի եւ կասկածելի է անձամբ ինձ համար, դրա համար ակտիվացել են, այտենց հայտարարություններ են անում։ Ես որևէ բան անձամբ չեմ առանձնացնի, որովհետեւ որևէ նոր միտք այդ երկու մեծ ելույթներում ես չեմ լսել։ Ընդհանուր առմամբ, եթե փորձենք ինչ-որ ձևով ընդհանրացնել, հա, նրանք սուրբ են, նրանք մեղավոր չեն, նրանք որևէ սխալ չեն գործել այդ 20 տարվա ընթացքում, երբ որ նրանք ղեկավարում են երկիրը, ամեն ինչ եղել է 18-ից հետո, եւ հիմա նրանք պատրաստվում են իրենց սխալը, որ թույլ են տվել, որ 18-ից հետո լինի հեղափոխություն, ուղղել եւ ամեն ինչ լավ կլինի։ Մենք որքանով է սա ընդհանուր առմամբ հասկանալի հասարակության համար, այդ հարցը երևի թողնենք հասարակությանը։ Ես անձամբ որևէ լուրջ քաղաքական միտք այդ երկու մեծ զրույցում, հարցազրույցում, ելույթում չեմ լսել։ Պարոն Ստեփանյան, հատկանշական է, որ Քոչարյանը բանակից նաև խոսեց, ասաց, որ 2021 թվականից առ այսօր ոչ մի ռեֆորմ չի տեսել բանակում եւ նաեւ դեռ արկախված է այն վտանգը, որ Ադրբեջանը կօգտվի այդ իրավիճակից եւ կգրավի Սյունիքը, Սևանի մի մասը իր բառերով ասած։ Սերժ Սարգսյանն էլ այդ իմաստով նաեւ մեղադրեց օրվա իշխանություններին, որ բանակցությունները Ադրբեջանի հետ հավասարը հավասարի սկզբունքով չի տարվում եւ Ադրբեջանը պարբերաբար իր օրակարգերն է թելադրում։ Նախ ընդհանուր առմամբ դուք համաձայն եք այն մտքի հետ, որ այսօր հայկական բանակը շատ խոցելի է եւ Սյունիքը ուղիղ սպառնալիքի տակ է եւ նաեւ Սարգսյանի հայտարարությունները։ Այնպես է ստացվել, որ ես ծառայել եմ բանակում, հայկական բանակում, այն ժամանակ, երբ որ պարոն Քոչարյանը նախագահ էր, հիմա ցենց լավ ասացված կա, ինչ են անում, ռուսերենն ասում են պյութ и воруют։ Այդ պյութ и воруют-ը հենց այդ բանակի ժամանակ այդ թվերին էլ է եղել։ Ու բանակը այն ժամանակ էլ է եղել նույն վիճակում։ Այսինքն այնպես չի, որ պարոն Քոչարյանի լեգիսլատուրայի տարիներին կամ Սերժ Սարգսյանի լեգիսլատուրայի տարիներին բանակը եղել է ուժեղ եւ չի եղել խոցելի։ Ուղղակի աշխարհակաղակական իրողություններն են այն եղել եւ Ռուսաստանը այդ պահին իր պարտականությունները կատարում էր։ Սա է իրականությունը, թե չնայած չի, որ մեր բանակը այն ժամանակ ուժեղ է եղել, հիմա թուլացել է։ Հա հիմա 44 օրյայից հետո խնդիրներ են առաջացել նոր, բայց այն ժամանակ էլ մեր բանակը ուժեղ չէր։ Բանակը եղել է քայքայված, եղել է սովետական բանակի, սովետական մոդելի բանակ, շատ թույլ, շատ խոցելի, իր բոլոր արատավոր երևույթներով, դեդավշինա կոչվածով եւ ամեն ինչով, եւ գողանում էին։ Գողությունը համատարած է եղել, դա ես իմ աչքով եմ տեսել։ Ոնց որ պարոն Քոչարյանը թող հեքիաթներ չպատմի, եւ այո, եւ այն ժամանակ ա եղել թույլ, եւ այն ժամանակ ա եղել խոցելի, եւ հիմա ա եղել խոցելի։ Ուղղակի այն ժամանակ չկար կոնսենսուս Արցախի մասով, Ռուսաստանը չէր դավաճանել Հայաստանին, հետո դավաճանել է, ինչի է դավաճանել, հիմա կասեն, այդ տեսեք Փաշինյանը եկավ դավաճանեց։ Ոչ։ Աշխարհակաղակական իրողությունն է փոխվել եւ Ռուսաստանը հարձակվել է, պատրաստվել է այդ պահին արդեն հարձակվել Ուկրաինայի վրա։ Իրեն պետք էր ապահովել թիկունք, իսկ թիկունքը ապահովելու համար պետք էր Թուրքիայի աջակցությունը։ Դրա համար Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը գնացին զոհ, ռուսական քաղաքականություն տարածաշրջանում փոխվեց։ Իսկ մեկ այլ հարց շատ կարեւոր, երբ է սկսվել այդ գործընթացը։ Այդ գործընթացը սկսվել է 2007 թվականին, երբ որ նախագահ Քոչարյանը դեռ նախագահական աթոռում էր նստած։ Եվ
Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մատին չեն խփել, որպեսզի այդ իրավիճակը հաշվարկեն եւ իրավիճակը սկսել փոփոխել եւ շարունակել են բոլոր ձևերը դնել ռուսական զամբյուղի մեջ։ Պարոն Ստեփանյան, բայց հետաքրքիր է, որ եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, եթե բառացի նշեմ, այսպես մեղադրում են օրվա իշխանություններին հակաարցախյան եւ հակահայկական քաղաքականություն վարելու մեջ եւ նաեւ ասում են, որ այնինչ տեղի ունեցավ, մեր մեղքով տեղի ունեցավ։ Սերժ Սարգսյանը ինչ ասաց, եթե ես կարողանամ վերադառնամ Արցախ, ես կգնամ իմ ծնողների եւ իմ մարտական ընկերների գերեզմանին, հա։ Սա արդեն Սերժ Սարգսյանի կողմից ինքնախոստովանություն էր։ Ես այսպես եմ դա դիտարկում, որովհետեւ նույն Սերժ Սարգսյանի քաղաքականության, նույն Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության հետևանքով եւ Նիկոլ Փաշինյանը ես չեմ առանձնացնում, ստե Նիկոլ Փաշինյանն էլ է շատ մեծ սխալներ ունեցել։ Այնպես է ստացվել, որ այսօր ինքը չի կարող գնալ իր ծնողների եւ հարազատների գերեզմաններին, հասկանում եք, այսինքն դա իրենց արածն է, ու ես վստահ եմ, որ իրենք դա շատ լավ գիտակցում են, ուղղակի քաղաքական կամք չունեն, խիզախություն չունեն եւ ժողովրդին դա հայտարարեն։ Իրականությունը սա է, այնպես չի, որ դե ես 1000 անգամ այդ թեմայով խոսել եմ, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը 1 մարտ այդ ամեն ինչը արել է, ոչ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մի ժառանգություն, որտեղ Արցախը արդեն sense կարմիր գծի վրա էր։ Ասենք, այսօր եկուց պետք է այդ պատերազմը սկսեր։ Իրեն ուղիղ կերպով ասել են կամ դու սա հանձնում ես, կամ լինելու է պատերազմ։ Ինքը չի հանձնել։ Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ է ասում, ինքը ասում է, չէ, ես դավաճան չեմ։ Ես կարող եմ այլ մեղադրանքներ ընդունել, որ ես չեմ արել ամեն ինչ, որ պատերազմ չլինի, բայց ես դավաճան չեմ։ Իդուր չի ասում, չէ, ինքը գիտի ինչ է ասում։ Հիմա այս մարդուն մեղադրում են դավաճանության մեջ, այն դեպքում, երբ որ իրենք ամեն ինչ արել են, որ ինքը հայտնվի մի վիճակում, որ այս երկիրը հայտնվի մի վիճակում, որից ելք չլինի։ Եվ ելքը այդ պահին հետևյալն էր, կամ սա հանձնում ենք ինչ կա չկա, ինչը եւ տեղի ունեցավ, կամ պատերազմա լինելու։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ոչ մի բարոյական եւ ֆիզիկական իրավունք չունեն այդպիսի հայտարարություններ անել, որովհետեւ այդ մեղքը հավասարապես բոլորի վրա է։ Իդեպ Տեր-Պետրոսյանին էլ ես չեմ առանձնացնի բոլորի շարքից։ Պարոն Ստեփանյան, բայց հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը այստեղ մեջբերում անեմ, ասում է, եթե հակաարցախյան քաղաքականություն չէր վարում Փաշինյանը, ապա ինչու էր հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Սա մեկ, եւ հետո կրկին վերադառնալով իրենց իշխանափոխության օրակարգին, Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ իրավապահ համակարգը այստեղ կարող է մեծ ներդրում ունենալ։ Ինչ է ակնարկում Սարգսյանը եւ ինչպես կարող է իրավապահ համակարգը օգնել հասնել իշխանափոխության։ Ուզում է ասել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ հակասահմանադրական գործողություններ է արել, ինչ ես չգիտեմ, Սերժ Սարգսյանի մտքի թռիչքը շատ դժվար է, մտքի թռիչքին շատ դժվար է հետևել վայրիվերումներին, բայց մոտավորապես խոսքը այդ մասին է գնում, երևի կապված է նաև 44 օրյա պատերազմի հետ, իսկ մեկ շատ կարևոր բան ես կուզեմ նշել։ Նիկոլ Փաշինյանը իհարկե սխալ է արել, երբ որ գնացել է Ստեփանակերտ եւ այնտեղ այդ հայտարարությունը արել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Բայց եկեք հիշենք, ով է բերել այդ վիճակի, որ նա գնա եւ դա անի։ 18 թվականից սկսած հենց եղավ այդ հեղափոխությունը եւ իշխանափոխությունը եղավ, հենց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի չէ, Սերժ Սարգսյանի ամենամոտ շրջանակը անընդհատ պնդում էր sense մանտրայի նման։ Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել, Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել։ Կտեսնեք Նիկոլը Արցախը հանձնելու է։ Եվ նրանք գիտեին ինչի են դա ասում, որովհետեւ նրանք գիտեին ինչ է պատրաստվում մեր դեմ, որովհետեւ նրանք գիտեն ինչ բանակցային սեղանի վրա, այսպես կոչած, ինչ փաստաթուղթ է գրած եւ ինչ զիջումներ են պահանջվում Հայաստանից եւ հայ ժողովրդից։ Դրա համար ասում են Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել։ Դե Փաշինյանն էլ վերջը հասավ մի իրավիճակի, երբ որ գնաց Ստեփանակերտ եւ ասաց, ես դա չեմ պատրաստվում անել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այնպես որ ստե շատ մի կեղտոտ բան է տեղի ունեցել։ Դե քաղաքականությունում դա նորմալ է, քաղաքականությունը ընդհանրապես կեղտոտ բան է։ Երբ որ իրենք իրենց ձեռքով ամեն ինչ արեցին, որ Նիկոլ Փաշինյանը գնա եւ այդ հայտարարությունը անի, իսկ հիմա մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ ինքը այդ հայտարարությունը արել է եւ դրանով հրահրել է պատերազմ։ Այն դեպքում, երբ որ պատերազմը 5 պակաս էր, հենց արդեն 18-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, դա իրողություն է։ Սա է իրավիճակը։ Եվ պարոն Ստեփանյան, դուք կապ տեսնում եք երկրորդ եւ երրորդ նախագահների, այսպես ասած, ակտիվացման, հայտարարությունների եւ Կրեմլից եկող այն տեղեկատվության մեջ, որ պաշտոնական Մոսկվան սկսել է նախապատրաստել իր տեխնոածուներին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար եւ անգամ նշանակել է Կիրիենկոին որպես համակարգող։ Որևէ կապ կա այս երկու։ Ես ոչ թե կապ եմ տեսնում, այս սա ընդհանուր իրադարձությունների շղթա է, որը անկած է նախընտրական տրամաբանության մեջ, որից մենք սկսեցինք մեր զրույցը։ Մոսկվան
պատրաստվում է, ոչ թե պատրաստվում է, այլ արդեն ակտիվացել է Հայաստանում, որպեսզի իշխանափոխություն լինի 26-ին եւ գան իրենց ուժերը։ Հիմա այս երկու պարոնները, որոնք իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններում չեն, ինչքան է Սերժ Սարգսյանը պնդի, որ Ռոբերտ Քոչարյանը իր թշնամին չէ, դեպի Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին լավ գցել է ժամանակին, սա էլ ասեմ։ Հիմա եկեք այդ մասին հիմա չխոսանք, շատ ավելի կարևոր հարց կա։ Ձեր տված հարցը ավելի կարևոր է։ Հիմա իրենք մտել են ինչ-որ մրցակցության մեջ, որ տան դիմադիրի տեղի համար։ Մոտավորապես այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Բայց Գյումրիում վերջում իրենք ինչ-որ ձև կարողացան պայմանավորվել։ Հիմա արդյոք նրանք, եթե կարողանան այդ 5% շեմը անցնեն եւ հայտնվեն խորհրդարանում, կկարողանան պայմանավորվել այստեղ, այս հարցում։ Կարծում եմ, որ շատ դժվար է դա լինելու, չնայած դա չի կարելի բացառել։ Հիմա իրենց մեջ գնում է մրցակցություն, կոպիտ ասած, այդ իրենց լեզվով ասեմ, Մոսկվայի Դաբրոյի համար։ Եվ Մոսկվան հիմա վերցնում է իր կուրացիայի տակ այն բոլոր ուժերը, որոնք Փաշինյանին դեմ են, եւ փորձել է անել իշխանափոխություն իհարկե իրենց միջոցով։ Հիմա կոպիտ ասած ընդ ասում են գնդակը ում դաշտում է, ես այսպես եմ ասում, գնդակը մեր դաշտում է, մեր ժողովրդի հասարակության դաշտում է, որովհետեւ եթե մենք ունենք 18 թվականից այս կողմ մի հատ լավ ձեռքբերում, դա այն է, որ մենք վերջապես իրավունք ենք ստացել ընտրելու եւ ընտրվելու, որից մենք մինչեւ 18-ը մեծ մասամբ զրկված էինք։ Այդ հարցը ինչ էինք զրկված, պարոն Տեր-Պետրոսյան 96 թվականից սկսած Քոչարյան եւ Սերժ Սարգսյանին է պետք տալ։ Հիմա այդ իրավունքը ստացել ենք, գնդակը մեր դաշտում է եւ մեզանից է կախված։ Արդյոք Մոսկվայի պլանները կամ Քոչարյանի Սերժ Սարգսյանի պլանները կիրականանան, թե ոչ։ Եվ որևէ մեկ այդ նույն Մոսկվան, այսպեսի մի բան կա, չէ՞, մեր քաղաքական դաշտում, մարդիկ, որոնք իրենց համարում են քաղտեխնոլոգներ, ասում են, որ ամեն ինչ ղեկավարվում է դրսից։ Մենք ստեղ ներսում ժողովուրդը, մենք ոչ մեկ ենք։ Դրսից է ղեկավարվում, իրենք ում կուզեն, նրան էլ կընտրեն։ Հիմա մենք շատ լավ հնարավորություն ունենք հերթական անգամ այդ կեղծ թեզերը, այդ կեղծ նարատիվները, որոնք փաթաթում են մեր վզին, հերքենք մեր գործողությունը։ Գնդակը մեր դաշտում է։ Պետք է դենց անենք, որ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը ընդհանրապես խորհրդարանում չհայտնվեն եւ հետեւապես եւ իրենց սատելիտները, հա, այնտեղ ես չգիտեմ քանի կուսակցություն է մասնակցելու, բայց կարծում եմ, որ շատ են մասնակցելու։ Որպեսզի Մոսկվայի այդ բոլոր պլանները պարոն Կիրիենկոյի կուրացիայի տակ մնան ուղղակի թղթի վրա։ Եվ պարոն Ստեփանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ եւ Քոչարյանի եւ Սարգսյանի հայտարարությունները ուղղված են ոչ այնքան ներքին լսարանին, որքան արտաքին, եւ ինչի է ուզում այս պարագայում հասնել Ռուսաստանը, կարող ենք ենթադրել, որ կրկին ժողովրդավարական ճանապարհով ուզում է բերել իր տեխնացուին, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում եւ որին նաեւ դուք հղում արեցիք։ Տեսեք, Ռուսաստանը այլ ճանապարհ չունի։ Ռուսաստանի միակ ճանապարհը մեր ժողովրդի աչքերը հերթական անգամ փակել, հերթական անգամ մեր ուղեղները մաքրել, լվանալ, որ մենք մոռանանք ինչ է արել մեզ հետ Սերժ Սարգսյանի կառավարությունը, Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը, մոռանալ ինչ է արել մեզ հետ Պուտինյան Ռուսաստանը, այդ բոլոր հանցագործությունները մեր ժողովրդի նկատմամբ, այդ ամենը մոռանալ եւ հերթական անգամ մեր վզին փաթաթել այդ հակաժողովրդական, ժողովրդավարական իշխանությունը։ Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա եւ դա չի ստացվի։ Եվ հիմա այստեղ նաեւ կա երկրորդ խնդիրը, որ ոչ միայն Ռուսաստանն է այստեղ աշխատում, այլ նաեւ այլ ուժեր են աշխատում եւ կա Ռուսաստանի եւ Ադրբեջանի եւ ինչ որ առումով Թուրքիայի միջեւ շահերի համընկնում։ Հիմա եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, ասում ենք, որ Ռուսաստանն այսօր ուզում է այստեղ ինչ որ փոփոխություններ անել եւ դա ուզում է անել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամ ինչ որ այլ քաղաքական գործիչների ձեռքով, մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերի համընկում կա եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այսինքն Ռուսաստանի շահերը համընկնում են այդ երկու երկրների շահերի մեջ, որովհետեւ եւ Ռուսաստանը եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են Հայաստանը մասնատել, այնպես ինչպես մասնատել են ժամանակին Լեռնային Ղարաբաղը եւ ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն մենք պետք է շատ լավ դա իմանանք եւ պետք է շատ լավ նույնականացում անենք բոլոր քաղաքական գործիչների, որոնց պաշտպանում է Ռուսաստանը եւ որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է այստեղ իշխանափոխություն անել։ Հետևաբար մեր ընտրությունը պետք է լինի մեկը, մենք իրենց պետք է բողոքի բացառենք խորհրդարանից, իրենք պետք է խորհրդարանում չլինեն, որովհետեւ այդ մարդիկ
ես ասում եմ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը որևէ ընդհանրություն չունեն։ Ինչ վերաբերում է իրենց մեսիջներին, այնք հիմնականում ես այսպես ասեմ, ձեզ ուղղված են ներսին, այսինքն հաշվի առնելով, որ ընտրողը մենք ենք, ռուսները չեն ընտրում, Պուտինը չի ընտրողը, բայց Ռուսաստանին էլ ուղղված են նրանով, որ Ռուսաստանը, ասենք, նույն պարոն Կիրիենկոյի միջոցով այդ կոորդինացիան ինչպես է անում, որ գումարները ըստ է փոխանցում, որ իրենց ջեբից չեն տալու այդ գումարները, ինչ-ինչ իրենց փողը իրենք շատ պինդ են պահում։ Իրենք նախընտրականի վրա իրենց գումարները չեն ծախսելու։ Ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, չնայած միլիարդներ ունեն։ Ծախսելու են այն փողը, որը Ռուսաստանն է տալու։ Այդ խոսքը գնում է սրա մասին։ Այդ միջոցները պետք է վերցնել, սղոցել, ծախսել եւ այլն եւ այլն եւ այլն։ Որպեսզի վերջում եթե իրենք չանցնեն խորհրդարան, իրենց գրպանը չտուժի։ Պարոն Ստեփանյան, ամփոփելով, քանի որ վերջին շրջանում պարբերաբար խոսվում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան հակամարտության մասին, եւ մի մասն ասում է, որ դա շինծու, այսպես ասած, արհեստական ինչ-որ ստեղծված վեճ է, մյուս մասն ասում է, որ իրապես Սարգսյանի եւ Քոչարյանի միջև հակասություններ կան եւ պետք չի այս դեպքում էլ բացառել նաեւ, որ 2026 թվականին խորհրդարան մտնելու դեպքում նրանք կգնան կոալիցիայի։ Հիմա ըստ ձեզ իրապես այդ հակասությունները կան, թե սրանք արհեստական ինչ-որ միտում ունեն, որպեսզի կարողանան այսպես միասնական ճակատով կրկին ինչ-որ ձայներ գողանալ, ինչպես տեսանք Գյումրիում։ Գիտեք, ես բավականին ցածր կարծիք ունեմ պարոն Քոչարյանի եւ պարոն Սարգսյանի դերասանական հմտությունների եւ տաղանդի մասով։ Դրա համար ես չեմ կարծում, որ այդ հակասությունը իրական չի, հակասությունը իրական է։ Նրանք լուրջ հակասություն ունեն կապված իշխանափոխության հետ, երբ որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվեց իշխանություն, հա, որի տակ ռումբ էր դրած մարտի 1-ի տեսքով եւ այն արյան տեսքով, որը թափվել է այն ժամանակ։ Եվ դա այնպես չի, որ պատահական է արվել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր իր տակ առնվազն խորհրդարանը պահել 2007-ի ընտրությունների արդյունքով։ Ես կարծում եմ, ես սա ենթադրություն է, ես դա վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ եղել է գործարք համաձայնություն, երբ որ Քոչարյանը փոխանցում է Սարգսյանին նախագահականը, բայց խորհրդարանը մնում է մեծամասնությունը մնում է Քոչարյանի տակ, այդ Բարգավաճ Հայաստանը հո իզուր չի ստեղծվել, Ծառուկյանը չի ստեղծել Բարգավաճ Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել։ Ինչի համար է ստեղծել, որ խորհրդարանը պահի, բայց հետո այնպես ստացվեց, որ պարոն Սարգսյանը մեղմ ասած գցեց պարոն Քոչարյանին, որից հետո սկսվեցին այդ ձեր ասած հակասությունները, որոնք իրականում անհաղթահարելի են։ Սա չի նշանակում, որ եթե նրանք խելացի գտնվեն եւ կարողանան ինչ-որ հրաշքով կազմել կոալիցիա, անցնել ընտրություններին եւ մեծամասնություն կազմել կպնելով, դա չի նշանակում, որ նրանք դա չեն անի։ Ես կարծում եմ կանեն, բայց ես մեծ կասկածներ ունեմ, որ նրանք կարող են դա անել եւ հույս ունեմ, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը այս ամենը գիտակցելով չի գնա այդ ճանապարհը, ուղղակի նրանց չի ընտրի։ Բայց այն, որ նրանց մեջ այո կան հակասություններ, դա փաստ է եւ ես օրինակ գիտեմ, որ այդ չեմ հիշում, որ պայքարի փուլներ, այդ պայքարի փուլերը այնքան շատ էին, այդ Ռոդենի արձանի մոտ, հա, օպերայի հրապարակում, իրենք վրանները որ խփել էին, իրենք որ մտնում էին այդ հրապարակը միաժամանակ իրար չէին մոտենում։ Այդ Սերժը ընկում ներկայանում, Ռոբերտ Քոչարյանը ընկում, իրար չէին մոտենում, իրար ձեռք չէին սեղմում։ Ես կարծում եմ սա իրականություն է եւ նրանք այնքան էլ լավ դերասաններ չեն, որպեսզի այդ թատրոնը այդքան լավ խաղան, որպեսզի մենք էլ հավատանք այդ ամենին։